պատմություն կերտեցինք միասին։ Վերջին օրերին քաղաքական կուլիսներում նոր թափով քննարկվում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագան։ Քննարկումների պատճառ դարձավ ոչ միայն Սիմոնյանի վերջին հրապարակային այցը եկեղեցի մեղքերի թողության, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունը։ Փաշինյանը դիմելով հանրապետության նախագահին ասաց. մեջբերում եմ, տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրություններ և քաղաքացիական պայմանագիրն ունի խորհրդարանում մանդատների մեծամասնություն և կձևավորենք կառավարություն։ Ուստի ուզում ենք նաև շնորհակալություն հայտնել նախորդ շրջանում կառավարության գործունեությանը ձեր աջակցության համար։ Առաջիկայում իհարկե առիթ կունենանք խոսելու արդեն նոր ձևավորվող կառավարության մասին, նաև նոր ձևավորվող կառավարության ծրագիրը պետք է ընդունենք և իհարկե իրականացնենք, մեջբերման ավարտ նշեց վարչապետը։ Այս հայտարարությունը մեկնաբանվեց իբրև հրապարակային ազդակ, որ իշխանությունը շարունակում է վստահել գործող նախագահ Վահագն Խաչատուրյանին և նրա պաշտոնավարման հարցը ներկայումս չի դիտարկվում որպես փոփոխության ենթակա, մինչդեռ եղել էին հրապարակումներ, որ Սիմոնյանը կարող է հավակնել հանրապետության նախագահի պաշտոնին, սակայն Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո այդ սցենարի վերջնակետը դրվեց։ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության նախագահ չի լինելու։ Իսկ ինչու այդպես դաժան։ Ժողովուրդ օրաթերթը մի առիթով գրել էր, որ վերջին ամիսներին ՔՊ կուսակցության և մի շարք ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են փաստաթղթերի և նյութերի փաթեթներ Ալեն Սիմոնյանի և նրա գործունեության վերաբերյալ։ Դրանք պարունակել են կոմպրոմատային բնույթի տեղեկություններ, կոռուպցիոն ենթադրյալ գործարքներ, հովանավորչության կասկածներ, կլանային համակարգ ստեղծելու կասկածներ և թիմակիցներին նեղացնելու, նսեմացնելու դեպքեր, այդ թվում և կանանց։ Իհարկե այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել և չեն էլ կարող, քանի որ Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս միայն ազդարարել է, որ նա քաղաքական կապիտալ կմնա և նրա ներգրավվածության ձևաչափը դեռ կորոշի ինքը։ Սակայն ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ վարչապետը հաշվի առնելով կուսակցության ներսում ձևավորված տրամադրությունները չի ցանկացել գնալ թիմի զգալի հատվածի դիրքորոշման դեմ։ Ժողովրդին ՔՊ-ից փոխանցել են հսկա ցուցակ, թե ովքեր են վերջին 5 տարիներին ՔՊ-ում տարբեր պատճառներով լարված հարաբերություններ ունեցել Ալեն Սիմոնյանի հետ, դժգոհելով նրա աշխատանքային ոճից և գործընկերների հետ հարաբերություններից, և այդ դժգոհությունները հարմար պահին ներկայացվել են Փաշինյանին։ Ըստ այդ ցուցակում են Հայկ Սարգսյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը, Հայկ Կոնջորյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ջուլիետտա Ազարյանը, Լուսինե Բադալյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արփի Դավոյանը, Լիլիթ Մինասյանը, Լիլիթ Ստեփանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հերիկ Նաստիգրանյանը, Մխիթար Հայրապետյանը, Հայկ Ցիրունյանը, Հռիփսիմե Հունանյանը։ Միաժամանակ պետք է նշել, որ նշված անձինք հրապարակային չեն հաստատում մեր այս տեղեկությունները։ Հատկանշական է նաև, որ վերջին տարիներին մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել Ալեն Սիմոնյանի և նրա ընտանիքի ունեցվածքի, հայտարարագրերի և տարբեր հնարավոր շահերի բախումների վերաբերյալ, որոնք ունեցել են իրենց ազդեցությունը վարչապետի որոշման վրա։